Գյումրին պետք է լինի բարեկարգ եւ լուսավոր նախագահի հանձնարարականն է Գյումրիի քաղաքապետին։ Նախագահը ընդգծում է Գյումրիում խնդիրները շատ են, բայց կան հնարավորություններ դրանք լուծելու համար։ 2016-ի գարնանը կսկսվի հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը, ներդրվելու է 120 միլիոն եվրո։ Այս առումով կարծում եմ, որ շատ տեղին կլինի, որպեսզի մենք կարդինալ լուծում տանք նաեւ Գյումրու փողոցների բարեկարգմանը եւ լուսավորմանը։ Սա շատ կարևոր խնդիր է, որովհետեւ ունենալով առաջին կարգի ճանապարհ Գյումրի-Երևան շատերի համար անհասկանալի կլինի, թե ինչու Գյումրիի փողոցները բարեկարգ չեն եւ ընդհանրապես Գյումրին ինչու չի գալիս վերջնական բարեկարգ տեսքի։ Չնայած որ վերջին տարիներին, այդ թվում նաև ձեր քաղաքապետ ընտրվելուց հետո մենք մեր հանրապետության չափանիշների համապատասխան մեծ գումարներ ենք տրամադրել նաև Գյումրիի ենթակառուցվածքների զարգացմանը։ Նախագահ Սերժ Սարգսյանի ցուցումով 23 միլիոն եվրո կուղվի Գյումրիի բարեկարգմանը ու լուսավորությանը։ 2018-ին, երբ ավարտվի Երևան-Գյումրի ճանապարհի շինարարությունը, Գյումրին պետք է բարեկարգ լինի։ Եթե դու այմա հրապարակավ խոստանում ես, որ այդ միջոցները կօգտագործվեն արդյունավետ եւ միջև վերջին ցենտը, միջև վերջին դրամը կուղղվի Գյումրու բարեկարգմանը, ապա հենց երկուշաբթի օրվանից կարող ենք սկսել գործընթացը եւ շատ կարճ ժամանակ հետո պետք է ձևավորել ծրագրի իրականացման գրասենյակ եւ այդ աշխատանքները ավարտել։ Ես խոստացա, որ անպայման հետևողական կլինեմ, որ ամեն մի քայլափոխ որակով այդ ամեն ինչը իրականացվի։ Բնականաբար Գյումրին որպես պատմական քաղաք, Գյումրին որպես արհեստի արվեստի քաղաք կլինի ավելի գեղեցիկ, ավելի ուրեմն հյուրընկալ, քան հիմա կա, որովհետև մենք շատ անհանգստանում ենք մեր փողոցների, մեր արտաքին լուսավորության։ Գյումրիի քաղաքապետը նախագահին զեկուցեց, որ սուբսիդավորված 300 միլիոն դրամի շնորհիվ 12 փողոցներ հիմնովին կառուցվել են։ Բացի այդ, բարերար Վարդան Սրմաքեշը խոշոր ծրագրեր է իրականացնում, որը հազարավոր աշխատատեղեր է ստեղծում։ Ուսումնական կենտրոն բացելուց հետո մոտավորապես 600 աշխատատեղ կլինի, նոր աշխատատեղ Գյումրիում, թեթևաշնորհության ոլորտում։ Սա նույնպես շատ մեծ հաջողություն է։ Գյումրիում անելիքներ շատ կան, բայց նախագահը ընդգծում է նաև արվածը իրականացվեց բնակարանաշինության բազմամիլիարդանոց ծրագիր, հազարավոր մարդիկ ապահովվեցին բնակարաններով։ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների խնդիրը հաջորդ տարի վերջնականապես լուծված կլինի։ Կմնան եւս մոտ 250 ընտանիքներ, որոնց բնակարանի խնդիրը նույնպես նախագահի ուշադրության ներքո է։ Հայկուհի Ասատրյան, ժամը լրատվական։